Նայր նրա երեքույնով նվիրական մեր նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ բանձա Հայաստան։ Հայաստանը, Հայաստանյաց արաքելական Սուրբ Եկեղեցին իր մայրաթորով ողջ հայության հոգևոր մայրաքաղաքը Վաղարշաբաթ Էջմիածինը եւ մեր մեջ պետություն վերակերտելու, հայրենիք հետ բերելու քաղաքացիական, հոգևոր, ազգային վճռականությունը։ 16 նոյեմբերին այսօր ներկաները եւ լիքը բացականներ իրենց քվեով քաղաքացիական մասնակցությամբ եւ խիզախությամբ որոշելու են թե մեր հոգևոր հայրաքաղաքի, մայրաքաղաքի Գյումրվա շարունակվող պայքարի ողջ հայության աբական ինչ ընթացք պիտի ստանա ձեր քվեարկությամբ ողջ Հայաստանը ամբողջ հայությունը որոշելու են մենք ունենալու ենք պետություն եւ եկեղեցի որ իրար ամբողջացնում են եւ ոչ թե քիթը մտցնում մյուսի ներքին գործերում մենք ունենալու ենք ապահովված, պաշտպանված մայր եկեղեցի իր մայրաթորով վերանորոգ, արդիականացնող, ժողովրդին հետ ուղիղ խոսող եւ երբեք ու երբեք այլևս ենթակա քաղաքական այս կամ այն ազդեցության ունենալու ենք վերջապես Էջմիածնից մինչև Երևան, հյուսիսից հարավ մի իշխանություն, որը պատկանում է ժողովրդին ոչ միայն խոսքով, հրետորական հնարքով, այլ ամենօրյա գործով եւ նվիրումով։ Այս հարցերի պատասխանը մենք պարտավոր ենք միասին տալ, այո, սոցիալ-տնտեսական ամենօրյա խնդիրների բարելավում, այո, հաշվետու, պատասխանատու քաղաքապետ եւ ավականի, որը դարաբում է ժողովրդի ցավերով եւ ոչ մի արտոնություն, ոչ մի առավելություն այստեղ կանգնածների, այլ քիշեր ցերեկ անմնացորդ ծառայություն, շարքային քաղաքացուն, մեր ազգին, մեր ժողովրդին։ Եվ մենք միասին իրենց գողքը պիտի կանգնենք երաշխավոր, մասնակից, օրենքի իրավունքի ենթակա, որ քաղաքացին Էջմիածնում եւ Վաղարշաբաթում Հայաստանի Հանրապետության յուղացի մարդը, մշակը, մտավորականը, մասնագետը, ընտանիքի հայրն ու մայրը, գաղթականը Արցախից հույս չկտրի ավակայի նկատմամբ։ Այդ հույսը, հավատամքը, փառքը դա ոչ թե իշխանավորին, ոչ թե քծնի ինչ-որ մի նկարի կամ ժամանակավոր իշխանի, այլ փառքը դա մեր զինվորներին, մեր հրամանատարներին, մեր շարքային քաղաքացիներին, ովքեր կյանք են տվել եւ կյանք են տալիս, որ վաղը մյուս օրը Վաղարշաբաթը եւ ողջ Հայաստանը ունենա հնարավորություն պահպանելու մեր սահմանը, հետ բերելու պետությունը ժողովրդին եւ ի վերջո
հենց այստեղից սկսած, մինչև Երևան եւ ամենուր ազատագրելու համար մեր հայրենիք։